Կորեական խոհանոցում fried chicken-ը եւ yannyom կերակուրները այնքան սիրված են բոլորի կողմից եւ տարածված ամբողջ աշխարհում, որ տարվա մեջ հատկացված է նրանց համար հատուկ օր։ Հուլիսի 6-ին տոնում են այդ կերակուրների տոնը։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի բդիկներով yannyom։ Ինքս չեմ փորձել, միասին կպատրաստենք եւ կհամտեսենք։ Սկսենք ինչից։ Հավի բդիկները ալերապատելու ենք։ Սկսենք ալյուրից։ Վերցնում ենք սիրելի ամանը, վերցնում ենք 1 բաժակ ալյուր, սրան ավելացնում ենք Մարանիկ ընկերության եգիպտացորենի օսլա։ Կես բաժակ։ Իմ կողմից կառաջարկեմ ավելացնել քրքում, որպեսզի ոսկեզով ստացվի։ Լավ խառնում ենք։ Ալյուրը պատրաստ է։ Այժմ մշակենք հավը, այսինքն հավի բդիկները։ Նախ բդիկների համար առաջարկում եմ համեմունք նախապատրաստենք։ Կվերցնենք Մարանիկ ընկերության աղ, մոտ 3 ճաշի գթալ կարմիր քաղցր պղպեղ, առատ, մոտ 2 ճաշի գթալ, այսպես ավելի հարմար կլինի։ Մի փոքր կարմիր կծու պղպեղ, աղացած սև պղպեղ, իմ կողմից կառաջարկեմ ավելացնել պարմեզան պանիր, կարծում եմ այդպես ավելի համեղ կստացվի։ Քերում ենք մանր անցքերով, խառնենք համեմունքը, տեղադրում ենք տախտակը, վերցրել եմ 1 կիլոգրամ ոսկրահան արած հավի թևիկներ, կտրատենք հարմար կտորների, ասենք ամեն բդիկը, կկտրատեմ հարմար չափերի, ոչ թե բդիկները, ոչ թե թևիկները, այլ բդիկները, ասեմ, որ թևիկներով էլ շատ լավ կստացվի։ Մի տեսակ մտածում էի թևիկների մասին, բայց վերցրել եմ բդիկներ։ Դուք կարող եք վերցնել թևիկներ։ Այսպես շարում ենք տախտակի վրա։ Այս ընթացքում, մինչ նախապատրաստում ենք հավի միսը, հարկավոր է կրակին արդեն դնել բուսայող, այն պետք է շատ տաք լինի, երբ մշակելուց հետո պետք է տապակենք։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան, լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայող, առատ բուսայող։ Թող տաք հանա։ Եվ վերադառնանք մեր գործին, մշակենք հավի բդիկները։
Նախ պատրաստենք գունավոր հարթությունը, նախ երկու կողմից համեմում ենք։ Շրջենք, մյուս կողմից էլ համեմենք։ Կարծում լավ է։ Լավ համեմելուց հետո այսպես վերցնում ենք կտորները և ալերապատում։ Գցում ենք ալյուրի և հոսլայի խառնուրդի մեջ։ Լավ ալերապատելուց հետո թափահարում ենք ավելորդ ալյուրը և շարում ենք գունավոր հարթության վրա։ Դու քո գործը արդեն արել ես, ազատ ես, դու նույնպես։ Ազատենք սեղանը։ Հավաքենք ինչը մեզ կխանգարի։ Արի, դու էլ գնա։ Այժմ տապակենք։ Դու էլ այստեղ։ Կրկին անգամ թափահարում ենք ավելորդ ալյուրը և տապակում ենք։ Հենց կարմրեց, կհանենք անձեռոցիկով ափսեի մեջ։ Ալերապատ միսը կարծում եմ սրանից ավելի շատ չի կարմրի։ Վարդագունելը բավական է։ Տեղափոխում ենք անձեռոցիկի վրա։ Ավելորդ յուղը կքաշի, որից հետո նախ գցենք, հետո կասեմ որից հետո։ Որից հետո կտեղափոխենք սիրելի ամանի մեջ և պարտադիր գծածկենք կափարիչով, որ տաք մնա։ Նույն կերպ տապակում ենք մնացածը։ Կարելի է վերցնել ավելի փոքր գործիք։ Իդեպ պատրաստելու ընթացքում հաշվեցի 7-ից 8 րոպե է հարկավոր տապակել, որպեսզի այն եփված լինի։ Բացի մսակտորներից մեզ հարկավոր է նաև սոուս, կարծում դա ավելի կարևոր է, շատ կարևոր մաս է։ Զուգահեռ կպատրաստենք սոուսը։ Շատ կարևոր մաս է։ Սոուսը այս կերակրի մեջ։ Վերցնում ենք փոքր տապակը և սկսում ենք։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի կետչուպ 3 ճաշի գթալ։ Սրան խառնում ենք
չիլի պղպեղի մածուկ, ցանկալի է որ լինի շատ կծու, այնուհետև ավելացնում ենք 2 ճաշի գթալ սոյա սոուս, 2 ճաշի գթալ մեղր, կրակը կարծում իզուր անջատեցի, թույլ կրակի վրա կարելի արդեն ավելացնել, ավելացնում ենք 2 ճաշի գթալ շագանակագույն շաքարավազ, եղեգնի շաքարավազ, վրան քերում ենք, չնայած կարելի է առանձին քերել, հետո նոր լցնել, գունավոր հարթության վրա, քերում ենք 2 պճեղ, 2 մեծ պճեղ սխտոր, 1 ճաշի գթալի չափով կոճապղպեղ, հիշեցնեմ, կոճապղպեղը կամ հարկավոր է կլպել նախքան քերելը, կամ հարկավոր է խոզանակով լավ լվանալ։ Ես խոզանակով լավ լվացել եմ։ Այժմ ավելացնում ենք։ Ստացվեց հայերեն, այսինքն ամենալավ ձև։ Ավելացնում ենք քունջութի յուղ, 2 ճաշի գթալ, և բրնձի քացախ, 1 ճաշի գթալ։ Յուղը քաշածը լցնում ենք սիրելի ամանի մեջ և հանում ենք։ 8 րոպեն արդեն անցել է։ Քունջութ ենք բովում, սոուսն էլ կարծում արդեն պատրաստ է, ևս 30 վայրկյան։ Տեղադրենք տախտակը, քունջութ վերցնում ենք Մարանիկ ընկերության քունջութ, առատ քունջութ, սոսը կարելի արդեն անջատել կրակը սոուսի, մսակտորները լցնում ենք սիրելի ամանի մեջ և վրան լցնում ենք այսպես սոուսը։ Տակնու վրա ենք անում, արի դու և դու։ Ասեմ հրաշալի է բուրում։ Յանյոմը գրեթե պատրաստ է։ Եվ վերջին, կարելի ասել շտրիխը,
թարմ կանաչ սոխը կտրատում ենք այսպես շեղակի մանր և լցնում ենք վրան։ Քունջուտները պատրաստ։ Մի մասը կպահենք վրայից լցնելու համար, մնացածը այս պահին լցնում և խառնում ենք։ Դե ինչ, եկավ պահը մատուցելու։ Վերցնում ենք մատուցվող ափսեն, վրան դնում ենք կանաչիների միքս, կարելի այսպես պոկոտել ձեռքով։ Թարմություն հաղորդելու համար վրան, այսինքն ցողում ենք լայմով, որ ես լայմ արի այստեղ, կես լայմով, և տեղադրում ենք հավի բդիկները։ Եվ վերջ, կարելի է ըմբոշխնել, կարծում եմ հրաշալի կերակուր է ստացվել։ Հավի բդիկներով յանյոմ։ Թասի մեջ լցնել ալյուր, եգիպտացորենի օսլա, քրքում, լավ խառնել։ Համեմունքի համար այլ թասի մեջ լցնել աղ, աղացած կարմիր քաղցր պղպեղ, կարմիր կծու պղպեղ, սև պղպեղ, քերած պարմեզան պանիր, խառնել։ Հավի ոսկրահան արած բդիկները կտրատել հարմար չափերի, երկու կողմից համեմել նախապատրաստած համեմունքով, ալրապատել, կաթսայում առատ բուսաեղով տապակել 8 րոպե։ Բդիկները տեղափոխել անձառոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս տա, ապա լցնել թասի մեջ։ Սոուսի համար կաթսայի մեջ լցնել կետչուպ, չիլի պղպեղի կծու մածուկ, սոյայի սոուս, մեղր, եղեգնի շաքարավազ, քերել սխտոր, կոճապղպեղ, ավելացնել սոուսի բաղադրիչներին, ավելացնել քունջութի յուղ, բրնձի քացախ, սոուսն ավելացնել մսակտորների վրա, տակն ու վրա անել, վրան լցնել մանր կտրատած կանաչ սոխ, տակն ու վրա անել, ավելացնել բոված քունջութ, խառնել, մատուցման ափսեի մեջ դնել աղցանի միքս, ցողել լայմի հյութով, վրան դնել հավի բդիկները, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խոզի փափկամիս, լեմոնգրասի սոուս, քունջութի յուղ, սոյա սոուս, կոճապղպեղ, սխտոր, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ, համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։